աշխատանքների գոնե մի ծավալ նույնիսկ եթե ոչ շատ մեծ, բայց մի ծավալ արդեն տեղի է ունեցել եւ այդ նախագիծերը ըստ էության խոտան են եղել։ Դրանք եւս ոչ արդյունավետ մսխված պետական միջոցներ են։ Եվ այս հարցը ես բարձրացնում եմ նաեւ այն նպատակադրումով, որ պիտի վերանայել մշակութային, ուրեմն արժեք ունեցող հանրապետական նշանակության եւ ոչ միայն հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման ընթացակարգերը, որովհետեւ այստեղ ոչ միայն նախագծման, նախապատրաստման այդ աշխատանքների թերությունների մասին թերություններն ենք արձանագրում, նաեւ ճիշտ դուք ասում են ամեն շաբաթ գնում եք ցեղասպանության հուշահամալիր ստուգում եք, դուք էլ խոստովանեցիք, որ ձեր ստուգումները կարող են վարչարարի լինել եւ ոչ պրոֆեսիոնալի, եկեք համաձայնենք, բայց նաեւ սա խոսում է այն մասին, որ միգուցե մշակութային ժառանգության վերականգնման ուղղությամբ հավելյալ լիցենզիաների, հավելյալ տեսչական մարմինների անհրաժեշտություն ունենք, որպեսզի ինչ որ մի աշխատանքի փուլ անելուց հետո, որը ես գնահատեցի որպես վանդալիզմ, այն ինչ որ կատարվեց ցեղասպանության հուշահամալիրում, հետո չգնանք սխալների դաժան ուղղման ճանապարհով։ Եվ ես լուրն եմ, շատ եմ շահախնդիր եւ նախանձախնդիր ես առումով սխալների ուղղման պարագայում մեր յուրաքանչյուր այդ քարը բազալտը մոտ $1000 համարժեք ինքնարժեք ունենալու։ Սրանք խնդիրներ են, որոնք նախապես պրոֆեսիոնալ բավարար, ուրեմն հաշվարկներ չէին եղել դրանց տակ եւ նաեւ նույնիսկ այդ հուշարձանի կազմակերպումը կներեք, բայց նույնիսկ մարդ իր անձնական ոնց ասեմ, անձնական ախորի նորոգման պարագայում այդ անորակ, այդ խառաշո են ասում, դրանց ինչ են ասում, այդպիսի շինարարական ընթացք չէր կազմակերպել։ Խոսքը հենց դրա մասին է։ Եվ այստեղ բացարձակապես մանիպուլյացիա չկա, մեր բոլորի անհանգստությունը բխում է հանրապետական նշանակության եւ համազգային նշանակության սրբավայրը պատշաճ վերանորոգված տեսնելու մտահոգությամբ։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, դուք քարի մասնագետ եք։ Տիկին Գալստյան, ես օրինակ հիմա ձեզ կարող եմ երկար պատմել Սիսիանի բազալտի եւ Նորհաճնի բազալտի տարբերությունների մասին, որովհետեւ ես հիմա մի փուլում եմ, որ դրանով ի պաշտոնե նաեւ զբաղվում եմ, բայց նույնիսկ այդ պարագայում ես չեմ կարող ինձ թույլ տալ գալ այստեղ նստել եւ ձեզ ասել Սիսիանի քարը այսքան արժի, իսկ Նորհաճնի քարը այսքան արժի, որովհետև այդտեղ բազմաթիվ նրբություններ կան, քարի կտրվածքի, քարի հետ աշխատանքի, քարի մշակման։ Եվ ես խնդրում եմ, ու երբ որ ես խոսում եմ մանիպուլյացիայի մասին, ես սրա մասին եմ խոսում։ Ասենք այդ $1000 ինչի եք հնչեցնում։ Չէ՞ որ ես հիմա ձեզ կարող եմ բերել եւ ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ դուք կտեսնեք, որ այդ $1000 իրականության հետ կապ չունի։ Ինչու եք դուք այդ դաշտ մտնում, Տիկին Գալստյան, մենք միասին խոսում ենք հուշարձանների վերականգնման կարևորության մասին, դուք ասում եք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետք է պատշաճ վերականգնվի, հիմնանորոգվի եւ մենք բոլորս ասում ենք այո, դա այդպես պիտի լինի եւ պետք է բացառել որևէ խնդիր, այո, պետք է բացառել որևէ խնդիր։ Մնացած խոսակցությունները ինչի մասին են ու ինչու համար են։ Տիկին Անդրեսյան, ներողություն, դուք երևի Մարդիկ են պատգամներ նստած, ձեզ թողեց 7 Ոչ, ես վիրավորական երանգներ կար այդ պատասխանի մեջ, ես ուզում եմ դες հիշեցնել, որ սա ձեր աշխատասենյակը չի, ազգային ժողովն է եւ դուք հաշվետու եք ազգային ժողովին։ Ես բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպիտի լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը եւ մոտեցումները։ Եվ իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան։ Բացարձակապես ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների մասնագիտական տեսակետը եւ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել եւ պատասխանել падգամավորի հարցերին պատշաճ բարեկրթությամբ։ Այդ որ ասում եք ախորից չի տարբերվում։ Ցուցակ էիք բերել այդ տղուն, համարը չունեք, մի հատ զանգյասը չես ամանչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես բերել, ստե կապել։ Այդ ձեր պատկերն է, ձեր ֆրակցիայի պատկերն է, այդ տենց ախորով էլ կառուցվել եք, եկել եք, հիմա տենց ուզում եք բան անեք։ Ձեր խմբակցության ներկայացուցիչն է, համարը չունեք, կարող եմ փոխանցել, զանգեք ասեք, ես ինչ ես անում։ Դա չէ դա քրքրումների մաս։
Ինչ Ո՞վ է մասին է կառուցողը։ խոսքը, ով Տիկին ուզում է- Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք Հիմա իմ հաջորդ խոսքը։ հարցը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևորը թե նա ում ցուցակից է եղել։ Ես էլ եմ հետացնում, պատասխանատվության ենթարկվի, Ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք եւ ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք։ Այ քեզ բան, Ով ասում է այդքան սխալ է։ դժվար է լսել Իսկ ով ասում ճշմարտությունը։ է սխալ է։ Բան չեք տանում ուրիշ Ես դաշտ։ նախարարին խնդրեմ, Ինչու եք տանում ես ուրիշ նախարարին դաշտ։ խնդրեմ, Ես որ դեռ շատ հաջորդ- հստակ ասում եմ, անորակ վանդալիզմա ենթարկվել Ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ։ Փոխանակ ասեք գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, սա նա ցուցակը, չգիտեմ ինչ։ Տեսանք, չէ՞ որ Տիկին չէ կարելի Գալստյան։ անորակ հնդիկների կուվալով Ես- տալ ջարդել այդ հուշարձանը։ խնդրեմ, Այ քեզ բան։ Ես խնդրեմ ազգային հատկապես ձևակերպումներ չտալ, որտեվ տենց կարող է այլտեղ հասնենք, էլի։ Իսկ որպես լուծում, արդեն հասկացանք, որ դուք քարերի եւ շինարարության մասնագետ եք։ Տիկին Անդրեասյան, խնդրում եմ հաջորդ մույթերը կառուցելու կամ մրցույթը դնելու ժամանակ Տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա մասնագիտական Իդեպ կարծիքը։ ասեմ իմանաք, որ Տիկին Գալստյանը քաղաքաշինական խորհրդի անդամ է Շատ եղել ուրախ եմ, բայց 12 թվականին։ լուծում առաջարկեք, ասեք ես շատ լավ հասկանում եմ այդ բետոնից, մարկեքից, բանից, թող կանչի նախարարությունը։ Այստեղ քննարկում։ Տիկին Գալստյան, եկել ասում եք վանդալիզմ, ես էլ ասում շատ լավ, վանդալիզմը ձեր ցուցակից է անողը, զանգեք, ասեք, եղբայր չես ամանչում, ինչ ես վանդալիզմ անում։ Ոնց չի հետաքրում, բա ում է հետաքրում։ Դե այդ եմ ասում, մասնագետ արդեն իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, իդեմս ձեզ մյուս մույթերի ժամանակ սիրով ձեզ կհրավիրեն։ Քննարկում ենք հուշարձանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք։ Սիրով ձեզ կհրավիրեն, կգաք։ Մի տարիք շանտաժի դաշտ։ Ես խոսում եմ հուշարձանի նորոգումից դուք ցուցակից։ Ես էլ եմ Դրանք տարբեր բաներ են։ խոսում, արդեն հուշարձանի նորոգից եմ խոսում, ասում եմ հաջորդ մույթերի ժամանակ իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, կգնաք ձեր կարծիքը կասեք։ Էհն, միակ անգամ էլ ձեր առաջարկը փոխանցում Տիկին Անդրեասյան, լավ մասնագետ ունենք, խնդրում եմ, հրավիրեք թող գա, մեկ ավել կարծիքը կարծում եմ ված չի։ Ես ընդհանուր էի ասում, ասում եք վանդալիզմ, ասում հա, օքեյ։ Բերեցի օրինակ, ձեր տունը չեք վերանորոգել, չի եղել, որ մտել եք, տեսել եք ինչ-որ բան այն չի։ Այսինքն որ միջև այդ վանդալիզմ քանդվում, այդ ամբողջը որ այդպես մնա փլատակները վերածվելու, այդ սրբավայրի ժամանակ չէիք լացելու, չէիք հուզվելու։ Կամ ընկերություն բացեք, եթե այդքան լավ մասնագետ եք, հաստատ ձեր պատգամների աշխատավարձից շատ կստանաք, էլի գնացեք։ Ու այնքան պատմամշակութային տենց սրբավայրեր է հիմա նախարարությունը կառուցում, որ կա հաստատ անգործ չեք մնա, էլի։ Բարեգործ եք, ասում են բարեգործը կառուցում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքացին, ամենամեծ բարեգործը, լսեք Տիկին Գալստյան։ Մենք քննարկում ենք օրակարգային հարց, դուք չափը անցնում եք։ Իմ տան հետ գործ չունեք, իմ մասնագիտական որակների հետ գործ չունեք, իմ մանդատի հետ գործ չունեք եւ իմ ապագա քաղաքական ճակատագրին էլ թող ձեզ չանհանգստացնի։ Մտածեք ձեր սեփական քաղաքական թիմի թե թողած արյունոտ հետագծի եւ թե ապագայի մասին։ Այ քեզ բան։ Ունակ չեք մասնագիտական քննարկում։ Շարունակեք հետո։ Դուք խոսում եք ինչ որ վե արժեքներից, տենց հա նստել եք, բայց դուք չեք հարգում նույնիսկ ձեր գործընկերներին, հա։ Ես նույնիսկ ամաչում եմ ձեզ հիմա նկատողություն անել։ Խոսում եք տարական էթիկա, տարական էթիկա է, որ ձեր ժամանակից տված 10 անգամ ավել խախտել եք, մի հատ է տենց հետեք բան եք անում, էլի։ Դե հիմա խնդրում եմ լռեք եւ նստեք եւ ժամանակ տվեք ձեր գործընկերներին։ Տարական էթիկա է։ Համեցեք Տիկին։ Հարգելի նախագահ, Խնդրում եմ այդ առաջարկը լավ մասնագետի չգործնենք։ Հարգելի նախագահ, Տիկին նախարար, շնորհակալություն զեկույցի համար, չգիտեմ Տիկին Գալստյանին ասեմ շնորհակալություն, թե չէ որ թույլ տվեց մի քիչ քաղաքական ելույթ ունենալ, բումբովանդակություն շեղելու համար։ Տիկին Գալստյան, երբ ասում եք ընդհանուր մտահոգություն է սա եւ նաեւ նշեցիք որ քաղաքաշինական խորհրդի անդամ եք եղել բա մի անգամ առաջարկեիք որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 10, 20, 30 տարի մասնագիտական ձեռք չի կպել ինչպես դուք նշեցիք ոնց ասացիք հնդիկները այդ անդուր